Հայաստանում Իրանի դեսպանը ցավով եւ ափսոսանքով է նշում, որ հայ-իրանական առևտրի կենտրոնի նախագիծը հաջողությամբ չպսակվեց։ Հայաստանի իրավապահների կողմից խարդախություն ու փողերի լվացում որակված արարքները Խալիլ Շիրղոլամին գործարարների միջև տնտեսական եւ առևտրային տարաձայնություն է անվանում։ Ասում է, կողմերին հաշտեցնելու եւ խնդիրը հանգուցալուծելու համար երկու կողմի հետ էլ խոսել է։ Այս պրոյեկտը հիմնված էր բարի կամքի եւ շատ հետաքրքիր ու դրական մի գաղափարի շուրջ։ Ցանկություն կար հիմնել հայ-իրանական համատեղ առևտրի կենտրոն, որի աշխատանքներում ներգրաված էին եւ Իրանի քաղաքացիներ եւ պարոն Գագիկ Ծառուկյանը։ Նպատակը նոր թափ հաղորդել երկկողմ առևտրին։ Բացի դրանից, դա շատ լավ հնարավորություն կլիներ իրանական արտադրանքը հայկական շուկայում ներկայացնելու համար։ Ամենայն ափսոսանքով պետք է նշեմ, որ կողմերն այս պրոյեկտի շրջանակում եւ այսպես ասած բիզնես աշխատանքների ծրագրերի գործունեության շրջանակում ունեցան որոշակի տնտեսական տարաձայնություններ։ Ես անձամբ քննարկումներ եմ ունեցել կողմերի հետ, ցանկանալով հանդես գալ որպես միջնորդ, որպեսզի փորձենք կոնսենսուսի եւ որոշակի զիջումների միջոցով հասնել համաձայնության։ Դիվանագետը նշեց, որ ցանկալի չէ հարցը դարձնել հանրային քննարկման առարկա եւ ստեղծել տպավորություն, թե իրանցի եւ հայաստանցի գործարարներն իրար հետ խնդիրներ ունեն։ Սա ըստ դեսպանի նաեւ սև բիծ կթողնի հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունների վրա։ Երբ որևէ իրադարձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է ստեղծվում, դա երբեք չի կարող բերել լավ արդյունքի։ Սա վստահ ասում եմ նկատի ունենալով մեր փորձը։ Իրանը ցանկանում է տեսնել ուժեղ, միասնական ու համախմբված Հայաստան։ Բարեկամներ ենք, հարևաններ ենք, պետք է դիմենք մեկից մյուսի կողքին։ Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ էական ներդրում է ունեցել հայ-իրանական տնտեսական եւ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, այդ թվում Հայաստանում հիմնելով հայ-իրանական առևտրի կենտրոնը։ Ծառուկյանը նաեւ մշտապես հանդես է եկել Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման եւ խորացման օգտին։ Դեսպան Շիրղոլամին չցանկացավ խոսել գործի մանրամասների մասին, նշելով, որ այն իրավապահների տիրույթում է։ Այս պահին, քանի որ գործընթացն արդեն մտել է դատական եւ իրավական փուլ, հուսով ենք արդար քննություն կլինի եւ որոշում կկայացվի այս գործով։ Մենք մեր կողմից, որպես դեսպանատուն, պատրաստ ենք միջնորդության եւ երկու կողմերի միջև կապի հաստատման։ Պատրաստ ենք ներդնել ջանքեր խաղաղ ճանապարհով որևէ լուծման հասնելու համար։ Ըստ քննչական կոմիտեի, Իրանի քաղաքացիները Գագիկ Ծառուկյանի հետ տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում ապրանք են ներմուծել, որոնք համաձայն հաղորդագրության հափշտակվել են խարդախության միջոցով։ Էպիկենտրոնը դեսպանից հետաքրքրվում է, կարծում է նա արդյոք, որ իրանական այս ընկերությունների Իրանի քաղաքացիների հետ տնտեսական գործունեության արդյունքում Գագիկ Ծառուկյանը թույլ է տվել նման արարքներ այն պարագայում, երբ հայկական կողմը պնդում է, որ հենց Իրանի քաղաքացիներն են խաբեության եղանակով յուրացրել Ծառուկյանի միջոցները։ Պարոն Ծառուկյանի այս պրոյեկտը բարի կամքի վրա էր հիմնված ու հայ-իրանական տնտեսական առևտրային հարաբերությունները զարգացնելու նպատակ ուներ։ Գագիկ Ծառուկյանն էր տրամադրել հայ-իրանական առևտրի կենտրոնի տարածքը, գույքը, իսկ կենտրոնի ստեղծման աշխատանքներին ներգրավված էին եւ պրոյեկտին ուղղակիորեն աջակցում էին թե Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, թե անձամբ նախկին դեսպանը, որը հետամուտ էր լինում որոշ հարցերի լուծմանը, թե իրանցի այդ գործարարները։ Իմ ցանկությունն է, որ այս հարցը հնարավոր լինի լուծել քննարկման, փոխզիջման եւ խաղաղ ճանապարհով, այլ գնահատական տալ չեմ կարող։ Խալիլ Շիրղոլամին ճիշտ չհամարեց խոսել նախկին դեսպանի փոխարեն, որն ակտիվ ներգրաված էր պրոյեկտի ստեղծման աշխատանքներում։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։